ազատ խոսքի համար Հայաստանում քաղաքացիներին ասֆալտին են փռում։ Ազատ խոսքի եւ քաղաքական հայացքները արտահայտելու համար քաղաքացիներին բանտերն են լցնում։ Սրբազանների են ձերբակալում, կալանավորում եւ էլի բանտերում ու ածերի պատվալներում պահում։ Ժողովրդավարությունը այս խորհրդանիշն ունի Հայաստանում եւ այն մարդիկ, ովքեր նստած են այնտեղ ժողովրդավար Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների հետ միասին կեղծավորների դեմքով քննարկում են Հայաստանի էներգետիկ անվտանգության, Հայաստանի բարգավաճման, Հայաստանի ժողովրդավարության կայունության եւ ամրապնդման հարցերը, այդ մարդիկ կեղծավորներ են։ Եվ մենք եկել ենք այսօր Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաներին առջև ցույց տալու եւ դիմակազերծելու Նիկոլ Փաշինյանի կեղծավոր երկակի ստանդարտներով իշխանության դիմակը։ Այս մարդիկ ընտրություններից մի քանի ամիս առաջ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների գրպանի հարկերի հաշվին միլիոնավոր դրամների պարգևավճարներ են ստանում եւ այդ պարգևավճարներով այսօր ընդամենը մի քանի օրից օֆիցիալ ձևով կազմակերպելու են իրենց նախընտրական քարոզարշավները եւ նորից էլի Եվրոպայի երեսին թոզ են փչելու, թե Հայաստանում երկինքը պարզ է, խաղաղության օրակարգ է, խաղաղություն է տիրում եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորված են։ Մինչդեռ Բաքվում դեռևս ունենք անազատ քաղաքացիներ։ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը, որը բանտարկված է եւ մենք չգիտենք արդյոք նրանք երբևէ ազատ են արձակվելու, որովհետեւ այս մարդիկ այստեղ զբաղված են երեսպաշտությամբ։ Նրանք կեղծավորի պես ամբողջ աշխարհի երեսին թոզ են փչում, թե Հայաստանում ազատ խոսքի իրավունք կա։ Ազատ խոսքի իրավունք չկա։ Եթե ազատ խոսքի իրավունք լիներ, հիմա այնտեղից ներկայացուցիչ իջած կլիներ առանց վախենալու եւ կփորձեր տեղեկանալ, թե այստեղ հավաքված քաղաքացիները ինչի համար են, ինչ են խոսում, ինչի մասին են բարձրաձայնում։ Վստահ եմ, որ նրանք տարբեր սոցիալական ցանցերով ու զանգվածային լրատվամիջոցներով արդեն իսկ տեղեկացել են, թե այստեղ ինչ է կատարվում։ Այնտեղից մեկը չկա, համարձակություն դրսևորի եւ իջնի խաղաղ ցուցարարների մոտ ու տեղեկանա, թե ինչի մասին ենք մենք, ինչ պահանջ ենք ներկայացնում։ Այ մենք ժողովրդավար ենք։ Այստեղ հավաքված մարդիկ տարբեր քաղաքական հայացքներով, տարբեր նպատակներով, բայց նաեւ ազգային մեկ նպատակի շուրջ հավաքված մեկ օրակարգ են բերել, որպեսզի նրանց տեղեկացնեն, որ օրվա իշխանությունը ոչ մի կապ չունի եւ չի գործում Հայաստանի ազգային շահերից։ Ազատություն քաղբատարկյալներին! Ազատություն քաղբատարկյալներին! Ազատություն գերիներին! Ազատություն գերիներին! Free Armenian hostages! 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 Stand for democracy in Armenia! Stand for democracy in Armenia! Stand for democracy in Armenia! Be brave! Democracy, not dictatorship! We need democracy, not dictatorship! Say no to dictatorship! Be brave! Come here and listen to us! Shame! Shame on you! Shame on you! Shame on you! Իրենց տասնյակ տարիներ իրենց նպատակներն ու օրակարգերը Հայաստանում գիտենք, հենց իրենց նմանների շնորհիվ է, որ այսօր Հայաստանը գտնվում է այս իրավիճակում։ Այ իրենք կեղծ ժողովրդավարական արժեքներ տարածողներն են։ Ժողովրդավարությունը լրիվ ուրիշ բանի մասին է։ Իհարկե ոչ, եւ հակառակը ընդամենը 1 ժամ առաջ երևի, երբ որ մենք իրականացնում էինք մեր ուղերձի բարձրաձայնումը, կոչը լրագրողներից մեկը օտարերկրյա, որը կրում էր
EPC բեյջերից եւ մոտեցա փորձեցի տեղեկանալ արդյոք եվրոպական դելեգացիաների ներկայացուցիչ է, ձեռքս պարզեցի, որպեսզի բարևեմ, հարգանքից ելնելով մարդը ձեռքը քաշեց եւ ասաց, որ ես զանգվածային լրատվամիջոց եմ ու այնպես փախավ, կարծես ես հիմա այդ պահին ինչ-որ ձև իրեն երևի վնասելու եք։ Այդ մարդիկ, ովքեր որ ժողովրդավարության դրոշը վերև պարզած մեր ականջներին լապշա են կախում, հենց իրենք իսկ վախենում են, մինչդեռ զանգվածային ազատ լրատվամիջոցի ներկայացուցիչը կկանգներ եւ քաղաքացիներից հերթով կզրուցեր ու փորձեր հասկանալ ինչ է կատարում։ Չէ՞ որ այստեղ բազմաթիվ ոստիկաններ են կանգնած, ովքեր ապահովում են այս շենքի եւ դրա ներսում գտնվող անձանց անվտանգությունը եւ շատ հանդուրժողաբար են վերաբերվում հակառակ կողմում հավաքված քաղաքացիներին, որոնք կոչ են հղում այն շենքի ներսում գտնվողներին, այսինքն որևէ ռիսկ եւ վտանգ չկար, բայց զանգվածային լրատվամիջոցի այդ ներկայացուցիչը փախավ պարզապես։ Այսինքն Եվրոպայում ևս մամուլը ազատ չէ։ Ես կարծում եմ, այո, այլապես հակառակ պատկեր կտեսնենք, բայց մենք առաջնորդվում ենք փաստերով, փաստը այն է, որ տվյալ մարդը պարզապես վախից գլուխը տնտմբացնելով այնքան որ ինձանից ազատվեր, նույնիսկ երևի չհասկացել։ Մենք այս պահին այն ինչ նախատեսել ենք հիմնական պլանով, արդեն իրականացրել ենք եւ մնացածը տեղում պլանավորում ենք, որպեսզի հասնենք նրան, մեր պաշտոնական գրությունը հասնի գագաթնաժողովի պաշտոնյաներին։ Մենք օր առաջ, 2-3 օր առաջ նաև այդ պաշտոնական գրություններով էլեկտրոնային տարբերակով դիմել ենք եվրոպական երկրների ղեկավարներին, Եվրոմիության, Եվրոխորհրդին եւ Եվրահանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաներին, սակայն վստահ ենք, որ մեր էլեկտրոնային նամակները մնալու են անպատասխան, հետեւաբար այս պահին նպատակ ենք հետապնդում տպագիր ձևով հանձնելու նրանց, թե ոնց օրվա ընթացքում բարձ կլինի։